Ես պիտի խնդրեմ հիմա մենք հետևենք Սալավյովի խոսքին, քանի որ անցած 10 օր շարունակ մենք այսպես անդրադառնում ենք իր խոսքին, ես հարկ համարեցի, որ սա էլ անպայման հեռարձակել եւ ձեր ուշադրությանը հրավիրել, ինձ շատ հետաքրքիր է այսօրվա իշխանությունը նույն կերպ ուշադրություն կդարձնեն այս խոսքին, ինչպես իր նախորդ խոսքին, թե ոչ, նախորդ խոսքում լավ, հիմա մենք սա կլսենք եւ ես կհիշեցնեմ, թե ինչ էր ասում ինքը։ Трамп. И ясно почему. При этом забавно, как его высказывание приводит к тому, что вызывают послов всех, кому не лень, возомнившие о себе не весь что, считающие, что, находясь в своих деспотиях, они имеют возможность влиять на нашу демократию. Так вот, обращаюсь ко многим недовольным мною. Подумайте, что вы в своей жизни делаете не так, что вызываете столь ярую критику, в том числе и от меня. И может быть вам станет проще. Кстати, я жду, когда вызовут посла Соединенных Штатов Америки после следующей фразы Дональда Трампа, который сказал буквально такое. Но Путин сказал мне, я не могу поверить, что это регулирует войну. Я работал в течение 10 лет, потому что это его территория, говорит Дональд Трамп о конфликте на Кавказе. Ну, как? Это его территория. То есть Дональд Трамп считает, что это территория Путина. Ну, где возмущение? Где могучие МИДы, вызывающие к себе послов Соединенных Штатов Америки, чтобы сказать им, как смеет Дональд Трамп заявлять, что Кавказ – это территория Путина? Нет? Бздите? Ну, понятно. Это же не... Это же ООО. Ему все можно? Да. Ему можно, а вам нельзя. Иначе бы вы уже вызвали послов Соединенных Штатов Америки в соответствующих государствах и высказали претензию, почему вдруг такое неуважение к суверенитету этих стран. Страшно? Понятно. Հիշում եք, չէ, իր առաջին խոսքից հետո ինչ մեծ աղմուկ բարձրացավ։ Հիմա քար լռություն, հիշում Թաթենի ֆիլմի մեջ է, որ ասում է գնում է վախեցած է, գնացել է, քաշում է։ Նախ այդ առաջինի հետ կապված այդ աղմուկին եմ ուզում անդրադառնալ։ Ես չգիտեմ, հաստատ մի 2 տասնյակ մեկնաբաններ կան Հայաստանում, որ առավոտից գիշեր ինչ ասես Ռուսաստանի Դաշնության հասցեին եւ Ռուսաստանի նախագահի հասցեին, ասում են ընդհանրապես ոնց որ իրենց կոչումն է դա։ Ես ինչ հիշում եմ իրենց եւ հատկապես շատ ակտիվացան, երբ որ Նիկոլը եկավ իշխանության, բայց այդպիսի տենց բան կոչեր չկա, փակել, էսանել, պերսոն նոն գրատ հայտարարել, մի վայն ասում, դեսպանին կանչել, այսպիսի բան դու ես ոչ չեմ հիշում, եթե ինչ որ մեկը հիշում է, թող հիշեցնի, որ Ռուսաստանի Դաշնություն դե ծաղմուկ բարձրան ասել, ինչ որ մի մեկնաբան, այսպիսի մի բան է ասել։ Հիմա չասեք, ինչ որ մի մեկնաբան, ես նկատում եմ դուք կարող եք ասել Սալավյովը Կրեմլին մեր, Կրեմլի չէ, այդպիսի այստեղ մի 20 հոգի կան, որ առավոտ ու գիշեր հակառուսական բաներ են խոսում, հակապուտինյան ինչ որ կոչեր են անում եւ այլն եւ այլն։ Եվ ընդհանրապես մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կոնկրետ ակցիաներ, գործողություններ դուք լսել եք, որ Ռուսաստանի Դաշնությունում այդպես մի հատ աղմուկ բարձրանա, քիչ է մնում ասել բան պետական մակարդակով, ինչու ոչ, արտգործնախարարություն դեսպան են կանչում, մի հատ հայտարար բան են անում, հեսա, չգիտեմ, կփակենք, սա կանենք, գնացեք, այս հարցերով զբաղվեք, չէ, այդպիսի բան ինչ որ չկա։ Հիմա ես չգիտեմ, տարօրինակ եթե տարօրինակ չէ, այս մեծ աղմուկը մեկնաբան իր կարծիքներ հայտնի, կարող ենք համաձայն լինել, կարող ենք համաձայն չլինել, որ հատկապես նմանատիպ, չգիտեմ, ինչքան հայտարարություններ են հնչում, հատկապես այս կողմից իրենց հասցեին։ Լավ, եթե այդպես զգայուն եք, ճիշտ եք համարում, սենց բան, հիմա հարց ա տվել, ասում ա, տեսեք, դուք ասում եք մեր ինքնիշխանության դեմ կապված հայտարարություն եմ, ասում ա ձեր այս սիրելի Թրամպը, որ գնացեց այս կույր դողդողում ես աչքերդ պլպլացնում ես, չգիտեմ ինչ ես անում, երջանկությունից ես ճախրում ես, կանգնեց, ստորացրեց, ասեց, այդ Կովկասի տարածքի նայողը Պուտինն է, ասում ա ձայն հանի,
Այդ ես չեմ ասում, որ դու դեղ ակլորացել ես արտգործնախարարությունը, չգիտեմ, դեսպանականչում ինչ անում, նոտայա հղում բան, դե ձայն հանի ասում, թե Տրամպն է, թե այստեղ ինքնիշխանություն չկա, թե այստեղ Հայաստան պետություն չկա, հա, ձայն չկա, այնպես որ ձեր այդ թշվառ թափրտոցները, որ մենք մեր երկիրը բան, չգիտեմ, այդ ընտրովի ձեր արտների ներքին բաները, ինչ ասեմ, ճղրտոցները ընտրովի երևույթների մարդկանց հետ sense բան կոնկրետ ուղված դադարեցրեք, վերջացրեք ու ծիծաղելի բան վիճակում մի հայտնեք, իսկ եթե ուզում եք շատ ծիծաղելի վիճակում չհայտնվեք, խնդրեմ, մարդը առաջարկել է, կարող եք նույն կերպ աղմուկ բարձրացնել, նոտաղել, դեսպանին կանչել Միացյալ Նահանգների եւ ասեք գնա եւ կարգի հրավիրի Տրամպին։ Սա առաջարկ Նիկոլին, Ալենին, Միրզոյանին եւ մնացած բոլորին, ովքեր իրենց բանը ձայնը բարձրացե գորգորում բղավում էին, թե շտապեք, տեսեք թե ինչ է ասել, արձագանքեք, քայլեր ձեռնարկեք Սալավյովի դեմ։